Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը փոխանցում է, որ Փաշինյանը նպատակ ունի տետատետ լվանալու քաղցրահողների գլուխները։ Ժողովուրդը գրում է, որ համացանցում հայտնված Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի եւ Գարեգին B նախկին գավազանակիր աղան Աբեղայ Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ վարույթով իրավապահները փակուղի են մտել։ Հրապարակը նշում է, անվտանգային գաղտնի ինֆորմացիան հասանելի են դարձնում նաև մեր թշնամիներին։ Ժողովուրդը հայտնում է, որ Վեդու ավականին միաձայն կողմ է քվեարկել Կարմիր Սարի վերաբերյալ նախագծին։ Հրապարակը նշում է, մարզպետներին հրահանգ է իջեցվել հավաքագրել բնակիչների խնդիրները եւ լուծել։ Ժողովուրդը հայտնում է, որ Գնել Սանոսյանն արդեն նշանակվել է Ամուլսարում պաշտոնի բարձր աշխատավարձով, բայց հանքը գործում է միայն թղթի վրա։ Հրապարակի փոխանցմամբ ինֆորմացիա է տարածվում, որ զոհվածի հայր Գեգամ Նազարյանը ևս ընդգրկվելու է քաղաքպայմանագրի նախընտրական ցուցակում։ Ժողովրդի տեղեկություններով իշխանությունը փորձում է եկեղեցու ներսում գտնել ներկայացուցիչների, որոնք ներսից դեմ դուրս կգան կաթողիկոսին։